Բարդացրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր նոյեմբերի 25-ն է, ու այսօրվա հաղորդման մեջ կրկին հիմնականում միջազգային ակտուալ հարցերի ենք անդրադառնալու։ Երեք օրը երկուշաբթի էր, Հայաստանի շուրջ ոչ մի կարևոր մեծ հաշվով իրադարձություն տեղի չի ունեցել։ Դրա համար քննարկելու ոչինչ չկա մեծ հաշվով։ Քոչարյանի հայտարարություններին կրկին չեմ ցանկանում անդրադառնալ։ Անկեղծ ասած, ես համարում եմ, որ դա Հայաստանի պատմության մեջ անցած էջ է եւ իրենք չեն կարողանալու երբեք այլևս վերադառնալ Հայաստանում իշխանության։ Այդպես է լինում յուրաքանչյուր իշխանության հետ, ով որ հեռանում է հետխորհրդային տարածքում հիմնականում այդպես է, Հայաստանում էլ միշտ այդպես է եղել, ու քանի որ այդ ուժը արդեն հեռացվել եւ մերժվել է ժողովրդի կողմից, իմաստ չունի նրանց մասին խոսել, բնականաբար կմնան մարդիկ, ովքեր որ կրկին ընտրելու են իրենց, բայց շատ մեծ ողբերգություն այդ ամենի մեջ չեմ տեսնում, քանի որ Հայաստանի հասարակությունը մեծ հաշվով տեսնում եմ, որ քաղաքականապես բավականին լավ է թացը չորից տարբերում, սակայն նույն ժամանակ իհարկե ցանկալի կլիներ, որ Հայաստանի խորհրդարանում 2026 թվականին լինեին միայն ու միայն նոր ուժեր, այդ հին կուսակցությունները ընդհանրապես չկարողանային մտնել խորհրդարան եւ մենք ունենայինք նոր կուսակցություններ։ Ճիշտ է, փոքր կարծես երազանքի ժանրից է այս պահի դրությամբ, բայց դեռ ժամանակ կա, հնարավոր է ամեն ինչ փոխվի եւ մենք այլևս չտեսնենք այդ հին իշխանության ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Ու այդ ժամանակ հավատացեք միանշանակ սիրելի հայրենակիցներ, ինֆորմացիոն այդ պատերազմները, հոսքերը, հիբրիդային պատերազմը, այն ամենը ինչի մա տեղի ունենում եկեղեցու հետ, այդ ամենը միանգամից կդադարի, ավելի նորմալ իրավիճակ կլինի ներքաղաքական Հայաստանում։ Հայաստանից կարող եմ նաև ավելացնել այն, որ Հայաստանից մի խումբ հասարակական գործիչներ, ավելի ճիշտ քաղաքացիական ներկայացուցիչներ, փորձագետներ այցելել էին պատասխան այցով Բաքու, այնտեղ նաև հանդիպում է տեղի ունեցել Ալիևի օգնական Հիհմետ Հաջիևի հետ, եւ Հիհմետ Հաջիևը վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը արդեն անցյալում է, այն չի կրկնվի, տեղի այլևս չունենա կոնֆլիկտ, նման ինչ-որ գաղափարներ արտահայտել Հիհմետ Հաջիևը, բնականաբար Ալիևի հետ համաձայնեցնելով այդ հայտարարությունները, ընդհանուր առմամբ process-ը լավն է, որ Ադրբեջանից փորձագետներ են գալիս Հայաստան, Հայաստանից քաղաքացիական ներկայացուցիչներ են գնում Բաքու, իհարկե երկու կողմից էլ այդ խմբերը որոշ շրջանակների կողմից դավաճան կճանաչվեն, շատ բնական է, այդ process-ն էլ է բնական։ Այդ ճանապարհով պետք է անցնի Հայաստանի քաղաքացիությունը, փորձագետները, նաև Ադրբեջանի, շատ անշնորհակալ գործ է, բայց անկեղծ ասած ես համարում եմ, որ այդ գործընթացը պետք է որ տեղի ունենա, իհարկե կան նաև դժվարություններ, հոգեբանական խնդիրներ, նաև մեր հասարակության մոտ, նաև իրենց, բայց եթե մենք ուզում ենք իրոք խաղաղություն Հայաստանում եւ Ադրբեջանը նույնպես ուզում է խաղաղություն, ապա թե իրենք եւ թե մենք պետք է անցնենք այս ճանապարհով։ Եվ ընդհանուր առմամբ Հաջիևի հայտարարությունը շատ լավն էր։ Ես նույնիսկ չէի սպասում, որ այսպիսի հայտարարություն անեմ մեր եթերից, բայց եթե իրոք խաղաղություն են ցանկանում ու համարում են, որ պատերազմը անցյալում է թողնված, ապա միանշանակ ողջունելի է այդ հայտարարությունը։ Ես ուզում եմ հավատալ, բայց ամենալավ երաշխիքը, ինչպես միշտ ասել ենք, պետք է միշտ մենք կրկնենք, որ հզոր, մարտունակ, ռազմատեխնիկական առումով հագեցած բանակն է, պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, ամենալավ երաշխիքը խաղաղության դա է միանշանակ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, անցնենք միջազգային հարցերի քննարկմանը։ Երեք հետաքրքիր հաղորդագրություն ստացվեց, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, եւ հիմնական թեման, ես որքան հասկանում եմ, Թրամփի կողմից առաջարկված այդ փաստաթուղթն է, որքանով Թրամփի կողմից այդ փաստաթուղթը առաջարկված, որքանով Ռուսաստանի Դաշնության, գիտենք այդ մասին էլ քննարկումները շատ են, բայց Էրդողանի կոչը հիմնականում այն էր, որ ժամանակն է հասել, որպեսզի խաղաղություն հաստատվի
այդ ծորենի համաձայնությաններ ուզում կրկին վերադառնալ հացահատիկի շուրջ, որը որ կար Ռուսաստանի հետ եւ ակնարկը շատ པարզ էր, կարծում եմ ամերիկյան կողմն էլ էր նաեւ հորդորել Էրդողանին ինքն էլ է ուզում անպայման Երևալ այս գործընթացների մեջ Էրդողանը միայնակ է խաղում այդ խաղը, ինչպես գիտեք, եթե եվրոպացիները թիմով են խաղում, եթե ամերիկացիները փորձում են ինչ-որ չափով քիչ, բայց այնուամենայնիվ համատեղել այդ ամենը եվրոպացիների հետ, ուկրաինացիների հետ, ապա Էրդողանը սիրում է միայնակ խաղալ այդ խաղը, ճիշտ է ներքին կապ այնուամենայնիվ ունենալով Դոնալդ Թրամփի հետ եւ միայնակ այդ խաղի շրջանակներում ինքը զանգահարեց Վլադիմիր Պուտինին։ Պուտինն էլ է խոսել այդ ծրագրից, հստակ ակնարկելով, որ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված իրենց համար ընդունելի է, կրկնեմ դա հստակ ակնարկ էր, ուղղակի որքանով դա ընդունելի է, որքանով չէ, դժվար է ասել, ուղղակի նրա այդ հայտարարությունները արվեցին այն պարզ պատճառով, որպեսզի Զելենսկին հրաժարվի, եվրոպացիները հրաժարվեն եւ ռուսները Թրամփին ասեն. տեսեք, մենք համաձայն էինք, իսկ Զելենսկին եւ եվրոպացիները չհամաձայնվեցին։ Նույնիսկ իր հայտարարության մեջ շատ կոշտ խոսքերով արտահայտվեց Պուտինը եվրոպական երկրների առաջնորդների հաշվին։ Դոնալդ Թրամփն էլ արձագանքեց փաստացի Ժնևում տեղի ունեցած հանդիպումներին, գրելով, որ իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց գրանցվի, բայց նույն ժամանակ գրեց, որ մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հնարավոր է։ Ինչ որ լավ բան տեղի է ունենում, գրել է Դոնալդ Թրամփը։ Ու ահա այս ֆոնին շատ հետաքրքիր հայտարարություն է անում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ասում է, որ ոչ մի խաղաղության ծրագիր չի արժանանա հավանության, եթե Ուկրաինան եւ Եվրոպան չտա դրա համաձայնությունը, չհամաձայնվի դրան, քանի որ այդ հարցերը վերաբերվում են նաեւ եվրոպական ինքնիշխանությանը, Ուկրաինայի ինքնիշխանությանը, այսինքն միաձուլված է եվրոպական ինքնիշխանությունը Եվրոպայի եւ Ուկրաինայի։ Ու Ֆրիդրիխ Մերցը հստակ ասում է, որ Ուկրաինայի շահերը դրանք եվրոպական միության շահերն են, եվրոպական երկրների շահերն են։ Ու ասում է, մեր միակ նպատակը այն է, որպեսզի ապահովի մեր շահերի հարատևությունը։ Ու հետաքրքիրը նաև այն է, այս հարցին կարծում եմ քչերն են ուշադրություն դարձնում, որ բարձրաստիճան զինվորականներ էին գտնվում Կիևում, դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, հիմա էլ արդեն այդ բարձրաստիճան պաշտոնյաները մեկնելու են Ռուսաստանի Դաշնություն։ Ու շատ հետաքրքիր է անկեղծ, թե ինչ են քննարկելու այդ բարձրաստիճան զինվորականները։ Ես կարծում եմ քարտեզներով կոնկրետ քննարկում է լինելու, թե որ շրջաններում են մնում ռուսները, որ շրջաններում են մնում ուկրաինացիները, այսինքն խաղաղությունը իրոք եթե համաձայնեցնում ես այդ խաղաղության պլանը, զինվորականները եւս պետք է այդտեղ մասնակցություն ունենան։ Հայտարարություններով է հանդես գալիս նաև ռուսական կողմը, թե նախկինում օրինակի համար ռուսները մերժում էին ծրագրի արկայությունը, հիմա էլ Պեսկովը հայտարարում է, որ հասկանում ենք, որ մեզ փոխանցված ծրագիրը փոփոխությունների է ենթարկվել, սակայն նույն ժամանակ նա ասում է, որ Թրամփի կարգավորման պլանը կարող է լավ հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Ասում է կրկին կբանակցենք, շատ երկար կբանակցենք, ինչու՞ է խնդիրը, մենք որևիցե խնդիր չունենք։ Բայց Թրամփը իրոք մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի այս պատերազմը կանգնեցնի, դրա համար էլ այդ շտապողականությունը մեկ-մեկ բերում է այնպիսի իրավիճակների, որ մենք տեսնում ենք ճնշումներ նաև Ուկրաինայի վրա, հակասություններ իր հայտարարությունների մեջ, անկեղծ ասած շատ դժվար է Թրամփին գուշակել, մենք մեկ-մեկ փորձում ենք հիմնվել իր հայտարարությունների վրա, բայց իզուր գործ է, միշտ էլ ասել եմ, շատ դժվար է, դրա համար մենք էլ խճճվում ենք սիրելի հայրենակիցներ, նախկինում նման բան իրոք տեղի չէր ունենում, քանի որ մենք գործ ունենք Դոնալդ Թրամփի հետ, այսինքն Դոնալդ Թրամփը չէր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, հիմա կարծում եմ բոլորն են խճճվում, սակայն մեկ բան փաստ է, որ ինքը իրոք ուզում է, որ շատ արագ ավարտվի, շատ շուտ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, դրա համար էլ մեկ-մեկ նաև աբսուրդային ծրագրեր է ներկայացնում շատերի համար, որոնք որ անընդունելի են ուկրաինացիների համար։ Հիմա այդ
պլանը փոփոխության է ենթարկվել Ժնևում, հիմա որքանով է դա սերտովը Թրամփի որքանով չէ, այս պահի դրությամբ իր հայտարարություններից դուրս է գալիս, որ այդքան էլ սերտովը չէ, բայց կարծում եմ Մարկո Ռուբիոն շատ մեծ աշխատանք է տանում նաև ներքին կարգով ազդելու համար Դոնալդ Թրամփի վրա, հասկացնելով, որ այն առաջարկը, որը որ կար սրանից առաջ, այդ 28 կետանոցը բավականին խնդիրներ կստեղծեր, լուրջ խնդիրներ նաև Եվրոպայի համար, Ուկրաինայի համար, այսինքն ընդունելի չէր, չնայած որ լիարժեք կապիտուլյացիայի ծրագիր այն անվանել չի կարելի, քանի որ Ռուսաստանը չէր հասնում իր ամենակարևոր նպատակին, չէր կարողանա վերջ դնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ իր կայսերական նկարտումները դրանով կարող է ավարտվեին, բայց ընդհանուր առմամբ շատ վատ ծրագիր էր դա Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Այսինքն արիք այսպես վերցնենք, եթե Ռուսաստանը հասկանում է, որ ինքը այլևս չի կարող շարունակել այդ պատերազմը, ներքին կարգով ինքը ընդունում է, որ ինքը պարտություն է կրել այս պատերազմում, սակայն դերևս հնարավորություն եւ ուժ ունի կամաց որոշ քաղաքներ, գյուղեր գրավելու շատ երկարատև գործընթաց է դա իր համար դառնում եւ տնտեսությունը փլուզվում է, հասկանալով այդ ձևի կրած իր պարտությունը, նաև հասկանալով, որ այնուամենայնիվ շատ փոքրիկ առաջընթաց ունի, Ռուսաստանը կարող է եւ ստիպված գնար այդ պլանի ընդունման շատ մեծ դժվարությամբ, բայց գնար, քանի որ այլ ձևով կարող է արդեն ավելի մեծ խնդրի բախվեր։ Եվ հիմա ես կարծում եմ, որ դա հասկացան նաև ինչ որ չափով ամերիկացիները, հասկացան եվրոպացիներն ու ուկրաինացիները, դրա համար փորձում են կրկին սեղմել, որպեսզի ստանան առավելագույնը, եթե դա իհարկե հնարավոր է։ Եվ ասում են, որ այդ կետերը շատ են նվազել, մոտ 10 կետ նվազել է 28-ից 18-ի եւ կամ 16-ի ավելի ճիշտ հասցվել է այդ կետերի քանակությունը, բազմաթիվ абսուրդային կետեր հանվել են այդ ծրագրից եւ հիմա կերևա թե ինչպես կարձագանքի դրան Դոնալդ Թրամփը, երբ որ հանդիպումը հիմա տեղի ունենա Զելենսկիի եւ Թրամփի միջեւ, ինչպես կարձագանքի դրան նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Շատ կարևոր է այստեղ նշել, որ կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի եւ Չինաստանի ղեկավարի Սի Ձինպինի միջեւ, եւ Սի Ձինպինը հայտնել է, որ Չինաստանը աջակցում է Ուկրաինայում խաղաղության հաստատման բոլոր ջանքերին։ Եթե հիշում եք, նախորդ իրենց զրույցի ժամանակ եւս ինչ որ նման հայտարարություն կար, որ Թրամփը ասեց, թե Չինաստանը նույնպես աջակցում է, որպեսզի խաղաղություն հաստատվի, իրենք էլ խնդրել են Չինաստանին, որ Չինաստանը եւս ակտիվանա։ Այսինքն իրոք հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, Չինաստանը վերջին շրջանում կարծես թե ներքին կարգով որոշ չափով ներգրավում է ռուս-ուկրաինական պատերազմին, այսինքն եթե ներքին կարգով նախկինում այլ ձևի էր ներգրաված, հիմա կամ ձև են տալիս, կամ ինչ որ ձևով ամերիկյան առաջարկի միջոցով են սկսել նաև մասնակցել այդ կարգավորման, այսինքն միգուցե ձևացնում են կամ ձև են տալիս Դոնալդ Թրամփի աչքի առջև, որ իրենք մասնակցում են, որոշ գործողություններ կատարվում են, դրա համար Դոնալդ Թրամփը այդքան հաճախ է սկսել Սի Ձինպինի հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմը եւ հույս ունի, որ Չինաստանը ինչ որ դերակատարություն պետք է այդ հարցում ունենա։ Թայվանի շուրջ եւս ամեն օրվա ռեժիմով կան բազմաթիվ տեղեկություններ, Թրամփը հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Մադուրոյի գործողությունները թույլ կտան խուսափել պատերազմական գործողություններից, բայց այդտեղ էլ այնքան մեծ կուտակումներ կան ամերիկյան զորքերի, ավիակիրների, ինքնաթիռների, որ ամեն ինչ մեզ հուշում է այն մասին, որ հնարավոր է ցանկացած պահի Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածեն արդեն Վենեսուելային։ Այսինքն մի խառնաշփոթ իրավիճակ կարող է ստեղծվել, այսինքն մի այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հիմա այդ Էփշտեյնի փաստաթղթերն են գաղտնազերծում, չնայած որ այնտեղ կան կետեր, որով որ եթե պետական ինչ որ գաղտնիք պարունակող հարց լինի կամ պետական շահերին հակասող
չեն բացահայտելու այդ փաստաթուղթը, այսինքն եթե Դոնալդ Թրամփին առնչվի որոշ փաստաթուղթ այդ Էփշտեյնի փաստաթղթերից կարող է չբացահայտել, բավականին մեծ սկանդալ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բավականին նաև մեծ դժգոհություն է առաջացրել Դոնալդ Թրամփի այդ ծրագիրը, թե կոնգրեսում, թե սենատում, նույնիսկ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մոտ Ուկրաինայի մասով Թրամփի առաջարկած այդ ծրագիրը եւ վերջնագիրը Զելենսկին հասարակությունն է բողոքում, ցույցեր կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վենեսուելայի հետ գումարած այս հարցը անորոշություն է ստեղծում եւ հիմա այս ամենը իրար է խառնվել, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներքաղաքական այդ process-ները, որոնք որ տեղի ունենում եւ արտաքին քաղաքական շատ լուրջ գործընթացները։ Տեսնենք, թե ինչ ավարտ կունենա եւ դժվար է իրոք կանխատեսել, քանի որ կրկնում մենք գործ ունենք Դոնալդ Թրամփի հետ։ Նախորդ մեր հաղորդումների ժամանակ փորձեցինք անել որոշ կանխատեսումներ, բայց հիմա կխուսափեմ։ Չեմ ասում, որ սխալ էին այն մեր կանխատեսումները, բավականին ճշգրիտ են, սակայն դժվար է հիմա ասել, թե ինչպես կվարվի Դոնալդ Թրամփը։ Քանի որ ինքը իրոք ուզում է շատ շուտ ավարտին հասնել այդ պատերազմը, վերջնաժամկետ է ներկայացրել մինչև նոյեմբերի 27-ը ու իրոք տեսնենք, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։